Երեկ ջրառատում հրազենային վնասվածք ստացած 27-ամյա Հակոբ Մելքոնյանի հայրը Մանվել Մելքոնյանը պնդում է, որ որդու, եղբոր և 17-ամյա եղբորորդու դաժան ծեծը, դանակահարությունն ու հրազենային վիրավորումը նախապես ծրագրված է եղել։ Որպես 2 օր առաջ գյուղում Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ միջադեպի շարունակություն։ Ցերեկը մեր տունը նստած հանգիստ աղբորս երեխան դպրոցական երեխա է։ Զանգեց, լացակումած, ասեց տուն գալուց Սերոժիկ կամ են, գյուղապետի աղբերը։ Ես ներսնի տղես ու աղբերս դուրսն են, երկսով էդ մենը դերեխին բերելու։ Ընտենան ինչ հալ է, ինչն է պատճառը։ Մոտի գանում են ընդ է, այդ հայողը ավտով գարսակայնում է, օյլ այդ բանը շարունակում է, դες վեճասկսում այդ ժամանակ գյուղապետանից 30 հոգի զինված ավտոմատներով, դանակներով, սաղի ձառադանակներ, տրուբեք, հարցակում են այդ 3 կիլո, տեղացել է դեպք 4 հատ դանակ է հարված աղբորս, 2 հատ մեջքից, 2 հատ ոտին, հրազենային վնասված տղայից ոտքին գլխին դանակի, այդ երեխին էլ, մի մատ երեխին էլ տրուբով տվել են, ձեռի 2 ոսկորը փշրել, գիպս դրեցին 3, բայց այսօր պարզվում է, որ ներքին փշրված կա, այսօր օպերացիան անում։ Արյունալի այս բախումից 2 օր առաջ էլ ջրառատում կրակոց էր հնչել, ըստ քննչական կոմիտեի Հայաստանի փոխոստիկանապետ գեներալ Լևոն Երանոսյանի եղբայր ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանն իր ատրճանակով օդ էր կրակել, ապա հաղորդում տվել, թե իրեն ծեծի են ենթարկել ու մարմնի տարբեր հատվածների սալջարդերով տեղափոխվել հիվանդանոց։ Տուժած Հակոբ Մելքոնյանի հայրն ասում է, թե Երանոսյանն այդ օրը որդու վրա զենք է պահել և հաշիվ պահանջել, ինչու է մասնակցել Սեյրան Օհանյանի հանրահավաքին։ Ինքը անձամբ եղել է Լեռնիկ Երանոսյանը, ճանապարհին երեխեքը կանացել է խաշմիրուկին չեն կանել, զենք հանը մի հատ տեղ կրակել, երեխեքն եկել են հայտականել են, չեն հասցրել, հետևից եկել են, զենքը պահել է տղայիս վրա։ Պահել է, ասա պետք է չոքես։ Այս երեխան էլ ասա չեմ չոքի, այդ մոմենտին մյուս աղբերը դուրս է եկել, երկուսով ձեռքերը բռնել են, այդ կողքից 2-3-4 հոգ էլ մարդ են եղել կողքից։ Դες զենքը ձեռնել են, չեն հասցրել, ռիսկ արել մոդիկետն բաժանել։ Մի 30 վայրկյան չափ խաշքշել են, խփել են իրար, մինչև զենքը կարեցել են առնեն, զենքը որ առել են, ինքը արդեն փախել է։ Հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մելքոնյանը անցած տարի ջրառատի գյուղապետի աթոռի համար ընտրապայքարի մեջ էր գործող գյուղապետ Երանոսյանների քրոջ որդի 35-ամյա ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի հետ։ Բավականին շատ մեծ ձայն ունեցավ, 400 ձայն մաքուր ձայնով հավաքեց, իրանք ինչքան կեղծարարություն արեցին, չարեցին, մի կերպ անցան, դրանից հետո իրանք արդեն մեզ համարում են թշնամի, որ իրաց դեն են դուսել։ Իրանք վատ զգացին, որ Սեյրան Օհանյանն եկել է ցույցի ու մենք ելույթ ունենալու ու մենք մասնակցել ենք։ Հայոյանքները տվել, երեխեքն էլ կանցրել են, ինչի այս հայոյանք տալի, վերջը գյուղապետն է հայոյանք տվողն եղել։ Դրանց վեճ ալի մի քիչ իրար քաշքշել են, այդ էլ զանգել է Լեռնիկին ասել, Լեռնիկին եկել է երեխեքի հետևից։ Ոչ մի կուսակցական էլ չենք, մենք ինչ կուսակցական, հանրապետական կուսակցությունը խոմեր թշնամի չի, կամ այս պետությունը խոմեր թշնամի չի։ Մարդիկ 9 կուսակցություն կան։ Ես ուզում եմ 9-ի կարծիքն էլ իմանալ, դրանում ինչ վատ բան կա։ Քննչական կոմիտեից այսօր ազատությանը փոխանցեցին, հարուցված քրեական գործով պարզվել է, որ վիճաբանությունը սկիզբ է առել անչափահասների կողմից հնչեցված հայհոյանքների պատճառով։ Միաժամանակ Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցն ընդգծում է, որ կողմերի միջև կան որոշակի լարված փոխհարաբերություններ, ինչն ունի ավելի հին նախապատմություն և չի առնչվում այս ընտրությունների հետ։ Իրավապահները խուզարկություններ են անցկացրել ՀՀԿ-ական գյուղապետի, նրա մերձավորների, ինչպես նաև տուժողների տներում։ Հիշեցնենք, երեկվանից ձերբակալված է 35-ամյա Տիգրան Սարգսյանը, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, 2 և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով։ Պաշտպանության նախկին նախարար Օրո դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն այսօր Կապանում հանրահավաքից հետո կարճ անդրադարձել է միջադեպին։ Ջրառատում մենք կատարվածի վերաբերյալ մենք անպայման պահանջելու ենք, որպեսզի իրավական եւ ճիշտ գնահատական տրվի եւ եթե չտրվի, ապա լավ չի լինի ոչ մեկի համար։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից եւս մի քանի զինծառայողներ պարգևատրվեցին ոստիկանության զորքերի կազմավորման օրվա կապակցությամբ։ Բախումից ժամեր անց երեկ ջրառատում հատուկենտ գյուղացիներ էին համաձայնում խոսել տեսախցիկի առջև։
Մենք Երանոսյանի հետ շատ մոդիկ ենք, իրանց երկու ընտանիքների հետ շատ մոդիկ ենք։ Թե սպա ինչ աստածը ես տեղյակ չեմ։ Ասում են հենց դա է կռվախնձորը, որ նա Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքին է աջակցել։ Կարող է լինել նման բան։ Չէ, չի լինի։ Դե երևի պահա, ես տեղյակ չեմ, չգիտեմ, նոր եկել եմ, որ իմանամ։ Հա, կրագոցի ձայն լսել եմ։ Մի քանի հատ կրագեցին, ում հետ որ կռվում էին, այն կռվողները մի տամ այդ Ոսկանյանի բանից են, կողմնակիցներն են էլի, դրանք ու սրանք հակել են իրար ինչ-որսն է։ Ինչի համար, որ Օսկանյանին է աջակցում դրա համար։ Հա, բա դրա համար պետք է եղնել, ինչի համար Այսինքն ինչ է, գյուղում այդպես մարդ ազատ իր կամքը կարծիքը արտահայտելու իրավունք չունի։ Չէ, Ինչու։ չգիտեմ։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, Երևանից ընդամենը 30 կիլոմետր հեռու Երանոսյանների գերդաստանը ամենաթողության մթնոլորտում սեփական իշխանությունն է բանեցնում։ Խայտարակ դեպքեր են, այս սարնիմն է, այս ծառնիմն է, ով կարող է գա այստեղ Ջրառատ գյուղում իրենց փոքրիկ ֆյուրերներ զգալ։ Այն, որ մենք տեսանք, թե բնակչությունը ինչ աղետալի վիճակում էր, դա ինչ վախի մթնոլորտ էր, որ որևէ մեկը չի կարողանում մի բան ասի, մի բառ խոսի եւ որևէ մեկը իրավունք չունի այլ դիրքորոշում, այլ տեխնացուի ընտրության հնարավորություն ունենա։ Ի սկզբանե նրանք մերժում էին որևէ տեխնացու այլ, այսինքն միայն հանրապետական կուսակցությունը պետք է անցներ։ Ալեքսանյանը հիշեցրեց, որ Սարիթաղի դեպքերից ամիսներ անց Սերժ Սարգսյանը Լևոն Երանոսյանին պարգևատրեց հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով, իսկ եղբոր գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ոստիկանությունում վերականգնվեցին։ Քանի որ այս ոստիկանությունը սպասարկում է իշխանության շահերը եւ հանրապետականի շահերը եւ հիմա ինչ որ ֆորս մաժորային իրավիճակներում պետք են անպայման ապօրինի գործողություններ, ինչպես մենք տեսանք Սարիթաղում, նշանակում է, որ հենց այդ տեսակ կադրերն են պետք իրենց